Ծիրանենին հայոց լեռնաշխարհի զարդն է, հայի հավերժության խորհրդանիշը։ Ծիրանը Հայաստանի արևն է ու ջերմությունը։ Այս ծաղիկները նուրբ ու անաղարտ են, ինչպես հայի երգը։ Ծիրանի փայտը լեզու առնելով հայի ապրած լավ ու վատ օրերի մասին է պատմում։ Այս փայտից ծնվել է դուդուկը, որ հին է, ինչպես հայ ազգը։ Հին այնքան, որ տարբեր պատմություններ են պատմում դրա ստեղծման մասին։ Այն հնչել է հովիվի ձեռքին, եղել գյուղացու ընկերը, ճանապարհորդել բազմաթիվ երկրներում։ Տարբեր ազգեր այն ձևափոխել են իրենց մշակույթին եւ երաժշտական զգացողությանը համապատասխան։ Դուդուկի պատրաստելու համար պետք է վերցվի երկար չորացված եւ պինդ մասսայով փայտը։ Հիմա արդեն փայտի կենտրոնները նշում ենք, կլորացնում ենք։ Սա արդեն երրորդ տարին է չորանում է։ Ինչքան դանդաղ չորանա փայտը, այնքան կծկումը դանդաղ է լինում, հետագայում ճաքելու ենթակա չի լինում։ Դե փայտը ընտրելուց մենք գնում ենք այնտեղ, որտեղ որ բնականորեն է ջրվում ծառը, այսինքն ստեղումների միջոցով, բնականորեն է ջրվում, արհեստական ջուր չի տրվում, տեղի հողը շեկ հող է լինում, այսինքն ոչ պարարտ, քարերի բանի մեջ ղրտեղում լինի, դա բան ունի եւ արևոտ, շատ արև, որ ինչպես միրգն է, արևոտ տեղը քաղցր լինում, նենց էլ փայտն է ամուր լինում։ Ամուրա լինում են հաշվով, որ յուրաքանչյուր տարի քիչ աճ է ունենում ծառի տարեկանների վրա, տարեկանները ավելի մոտ են լինում։ Ինչքան մոտ են լինում, այնքան փայտը կարծել է նամանավան դուդուկի համար անդադ մեջը խոնավություն գոլորշի է մտնում, բերանի գոլորշի է մտնում, որպեսզի բացի առաջի շերտից մյուս շերտերին խոնավությունը չքաշի, եթե քաշի արդեն դեֆորմացիա դառնում։ Հիմնականում ծիրանի փայտից են պատրաստում, որտեղ ծիրանի փայտը այդ առանձնահատկություն ունի մյուս փետերի նկատմամբ, որ նվագելուց բոլոր շերտերը չի, որ խոնավանում են։ Այլ երկրներում փողային երաժշտական գործիքների պատրաստման համար օգտագործում են սալորենու կամ ընկուզենու փայտը։ Հայաստանում օգտագործվում է ծիրանենու փայտը, որը նպաստում է հայկական դուդուկի եզակի հնչողությանը։ Դուդուկը տաշելուց հետո պատվում է կիրով, չորանալուց հետո այն կունենա այլ գույն։ Կիրը ընդհանրապես երաժշտական գործիքին ոչ մի որակ չի տալիս, մենակ նրա գույնն է փոխում։ Կիրի միջոցով մենք ակտիվացնում ենք, որպեսզի գույնը շուտ ստացվի։ Դուդուկը 350-ից 450 մմ երկարությամբ փայտե խողովակ է։ Ավանդական դուդուկը փողի երկարությամբ ունեցել է 10 անցք, 8 դիմային, 2-ը հակառակ կողմում։ Դուդուկը երկու հիմնական մասերից է կազմված։ Այս խողովակից հետո պատրաստվում է ձայնապիպիչը կամ ինչպես ժողովուրդն է ասում, ղամիշը։ Բայց մինչև ղամիշը դեռ հարկավոր է ճիշտ պատրաստել խողովակի մասը։ Փայտի ընտրությունից մինչև վերջին անցքի ստեղծումը պահանջում է ուշադիր եւ հաշվարկված աշխատանք։ Գործիքը ընդհանրապես մեկ օկտավայից մի քիչ ավել է։ Լավ վարպետ նվագողները նվագում են մինչև 1.5 օկտավա։ Դա բավականեցնում է հայկական երաժշտական ստեղծագործությունները վերարտադրել երաժշտական գործիքով։ Ուրիշ ազգեր են պատրաստում դուդուկ, ունեն 5 ազգ ունի. եգիպտացիները, իրաքցիները, ադրբեջանցիները, վրացիները, հայերը ունեն դուդուկ, բայց հնչողության տարբերությունը մեծ է։
յուրաքանչյուր ազգ իրեն կոկորտին, իր ֆոլկլորին համարժեք ձայնով է նվագում դուդուկը։ Դե որտեղ մեր հայկական գործիքներ, երկլեզվականի գործիք է, հայերը շատ նուրբ ձայն են անում, նվագում են բվոցով, իսկ մնացած թվարկածս ժողովուրդը նրանք նվագում են զեյով, զրոցով։ Հին ժամանակներում փայտը տաշելու համար հաստոցներ չկային։ Մեր պապերը ձեռքի կամ ոտքի օգնությամբ պտտվող սարքով տաշել են փայտը, բայց մինչ այդ այն թրջել են, հետո չորացրել արևի տակ, որպեսզի փայտը ճաքի տաշելու համար համապատասխան ուղղություններով։ Մարդիկ դժվարությամբ կյանքի են կոչել մի գործիք, որը ողջ աշխարհով պատմելու էր իրենց կյանքի, չարչարանքի եւ սիրո մասին։ Դուդուկի ձայնը հնչում է պիպիչի, ղամիշի միջոցով։ Գործիքի այս կարևոր մասը պատրաստվում է եղեգից։ Այստեղ եւս հարկավոր է հետևողական եւ ուշադիր աշխատանք։ Սա շատ լավ սորտ է, պետք է ջոգես ղամիշի սորտը, որ լավն է լի։ Դու ինքդ պետք է նվագողը ես, որ ջոգես, թե չէ նվագող չեղած չես ջոգի։ Այնքան փորձում ես փչացնես, մինչև ասենք թե այդ ուչաստքը որտեղ որ է, գտնում ես տեղը։ Հիմա ես մի հատ տեղ եմ գտել, այդ ճիշտ ասած այդ տեղն էլ գաղտնիք ամեն մարդ մեկին չի ասում, բայց ես ժլատ չեմ ասում եմ իմ ընկերներին։ Ուրեմն կտրում ես, բերում ես, մի տարի մնում է այս ղամիշը։ Մի անգամից չես կարա կապես ու նվագես։ Մի տարի մնում է արևի տակ։ Ուրեմն գույնը գալիս է իր տեղը, արևի գույնի է դառնում, էլի համարյա այդ տիպի, նոր բերում ես, սկսում ես մշակելը։ Գործիքի այլ երկրներում հայտնաբերված բոլոր տարատեսակներն ունեն ռնգային հնչողություն, մինչդեռ հայկական դուդուկը ստեղծվել եւ մշակվել է տաք, փափուկ մեղեդի հնչեցնելու համար, որը շատ մոտ է մարդկային ձայնին։ Ժողովրդական փողային գործիքների ձայնային համակարգի եւ ձայնաշարերի յուրահատկությունները երաշտագետները սովորաբար վերագրում են գործիքի յուրահատուկ կառուցվածքին եւ եզրակացություններ են անում չափագրությունների եւ ցենտային հաշվումների վրա։ Սակայն համոզված են, որ այլ նրբություններ էլ կան։ Այս դուդուկի ձայնը լնես ձայնը ոնց որ մարդու հոգու ձայնը լինի, հոգուց է գալիս։ Աշխարհի տակ ինչ գործիքներ ասես կան, բայց դուդուկի ձայնը այնց գրավիչ ձայն, այնց սրդի մոտ ձայնը, որ հայ չլես չես կարա։ Թուրքերն էլ են նվագում, բայց չեն կարա հայի նման նվագել, ինչ որ հայ հոգուց է գալի այս դուդուկի ձայնը։ Մի անգամ օրինակ մեր Ջիվան Գասպարյանի հիմնարկում մի հատ աղբար տղա, տրամբոն նվագող էր եկել էր, դուդուկ էր սովորում Ջիվանի մոտ, հիմա այնտեղ հավաքվել ենք տղերքով, ես էլ նվագեցի դուդուկով, ինքն էլ նվագեց, դե ինքը ասում է դուք ոնց այդ ձև ոնց որ հոգուց կա էլի ձայնը, ասում եմ Դավիթ ջան, Դավիթ էր անունը, ասում եմ Դավիթ ջան, դու պետք է Հայաստանում ծնվեիր, մեծանայիր, որ այդ հոգին վրետ լեր, դուդուկ նվագող պետք է դարդուցավ տենա, դուդուկը պետք է զգա, այս մեր ապրելակերպն է, մեր ձևն է, մեր կռիվներն է։ Դու Ամերիկայում ապրել ես, դու ինչ ես տեսել Ամերիկայում, որ կարենաս այդ ձևի նվագես, այդ հոգին տնես։ Ձայնարտադրիչը, որով հիմնականում պայմանավորված է դուդուկի հնչողության որակը, պատրաստման համար շատ ժամանակ է պահանջում։ Եղեգը կտրելուց եւ տաշելուց հետո մշակվում, ձևափոխվում եւ ամրացվում է։ Ձայնարտադրիչի պատրաստման յուրաքանչյուր փուլ մանրակրկիտ մոտեցում է պահանջում։ Դուդուկը հիմնականում լինում է 3 տեսակ, 11-ից 16 մատնաչափի սահմաններում։ Դարերի ընթացքում կատարելագործվել են նվագելու եղանակները։ Թեև դուդուկի դիապազոնը 1-ից 1.5 օկտավա է, նվագելու համար մեծ ընդունակություններ են պահանջվում։
Սենց մի դայք, որ մի քանի անցկա վրա շատ դժվար է նվագվում ու պետք է հոգի դնես մեջը, սա ջութագի տիպի գործիք է, ջութագի նման։ Այս անցքի վրա կիսատոներ պահելու համար կեսը որ պահես, կես տոն է հաչում, կարաս քառորդ նոտաներ էլ ստանաս, ոնց որ ջութագի վրա է, նենց էլ սրա վրա։ Կովկասում, ամբողջ Կովկասում վրացիներն էլ են նվագում։ Ասենք վրացական ստիլը, ձևը նվագելու ոճը ուրիշ ձևի է։ Պարսիկներն էլ են նվագում։ Ասենք ազիատետ ցեղերը լրիվ ասենք թե նվագում են։ Ամեն մեկը ձևափոխում է իր ձևով, օրինակ թուրքական ղամիշներ էս, բաներ էս, խզղանջներ երկու կողմանի է, նրանցը ուրիշ ձևի է։ Հետո ասենք թե ինձ բերել էին Հունաստանից էին բերել այս ղամիշներից, կապեցին ճիշտ է նվագեց, բայց էլի մերի նման չեղավ։ Ուրեմն ամբողջ Կովկասում էլ նվագում են դուդուկ, բայց որ դուդուկի երգիրը, աշխարհը դուդուկի հայրենիքը դա Հայաստանն է։ Երաժշտական գործիքի մարդու կյանքում ունեցած կարևոր դերակատարության մասին են վկայում հայ մանրանկարչության մեջ հանդիպող երաժիշտ կատարողների եւ երաժշտական գործիքի պատկերները։ Մանրանկարներում հաճախ կարելի է տեսնել փողային գործիքներ, հիմնականում ավետարաններում, ծննդի տեսարանը պատկերող նկարներում։ Մանրանկարիչները պատկերել են տարբեր տիպի փողային գործիքներ, որոնց մեջ հաճախ է հանդիպում սրինգը։ Կոմիտասը փողային գործիքը համարել է երաժշտության հիմնաքար եւ ասել, որ փողից ելնող հնչյուններն ամենամոտն են մարդկային սրտին եւ ամենաազնիվ արտահայտիչը մարդու զգացմունքների։ Դուդուկը շատ հրաշալի գործիք է, ազնիվ հայկական մաքուր գործիք է, որը նվագում են եւ Կովկասում, եւ նվագում են Եվրոպայում, նվագում են Ամերիկայում, նվագում են Ճապոնիայում, որոնք մի դեպք պատմեմ, կզարմանաք երևի։ Ճապոնիայում 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 2003 թվին, Տոկիոյում համերգ ունեմ։ Մի անձրև այ գալիս, որ էլ ասելու բան չի, երկնքից ոնց որ ջրհեղեղ լինի։ Բացվթյա, բայց բեմը փակ։ Ես չէի հագնվում, մտածելով, որ համերգ չի լինի։ Ինձ եկան ասեն 5 րոպե է մնացել, ասում եմ, ինչ համերգ պետք է լինի, ասեց։ Իհարկե, ասում եմ, ոնց, բայց այս անձրևին ով կգա այդ համերգին։ Ես էլ մտածում եմ, ով պիտի գա այս անձրևին դուդուկ լսի Ճապոնիա։ Մի հատ հայ չկա դահլիճում, ոչ էլ այդ երկրի մեջ չգիտեմ 5 հոգի, 10 հոգի կան, բայց իմ համերգին չկա։ Ասեց դուք հագնվեք, մենք բոլոր տոմսերը վաճառված ասեց։ Մեր համերգը պիտի տանք։ Բեմը բացվեց ամբողջ դահլիճը սպիտակ։ Անձրևը գալիս անձրևի տակ, զոնթիկներով սպիտակ պլաշներով։ Կանգնած են 2 ժամ ոտքի վրա կանգնել են համերգին, այդ դուդուկ չիմակած բան։ Եվ ես ապշած էի մնացի իմ ընկերներիս հետ, ասում եմ, սենց բան չէի պատկերացնի, որ կարող եմ ճապոնացիները գան, այսպես նստեն 2 ժամ այդ անձրևի տակ համերգ նայեն։ Եվ հրաշալի համերգ եղավ, ես հուզված էի ահավոր։ Մի խոսքով որ լսում է այդ գործիքը սիրահարում է այդ գործիքի վրա։ Դուդուկը այն նվագարանն է, որով կարծես հայ մարդը շփվում է երկրի եւ տիեզերքի հետ։ Նա այս երկուսի միջնորդն է եւ վերջին հաշվով հայ մարդու աղոթքն է։ Դուդուկը հայ մարդու ընկերն է։ Հայ մարդը եւ մարդը ունենում է բնականաբար եւ տխրություն, եւ ուրախություն, եւ անհանգստություն, այն բոլոր տրամադրությունները, որը կարող է ունենալ մարդը։ Եվ սխալ է այն մոտեցումը, դուդուկը տխրության գործիք է, ուրախության գործիք է, թե ինչի գործիք է։ Գործիքը այն տրամադրություններն է տալիս, այն հույզերն է արտահայտում, որով ապրում է մարդը։ Դրա համար դա հայ մարդու ընկերն է։ Նա կիսում է իր վիշտը, իր ուրախությունը, իր թախիծը, իր դժվարությունը։
Յուրաքանչյուր ազգային նվագարան իր յուրահատուկ երանգներով լրացնում եւ գեղեցկացնում է ազգային երգը, այն դարձնում մարդու սրտին հարազատ ու մոտիկ, պարուրում ջերմությամբ, խաղաղեցնում հոգին։ Դուդուկի մեղեդիները մեզ են հասել դրանք կատարողների շնորհիվ։ Գործիքը երկար տարիներ համարվում էր գեղչկական հասարակ նվագարան։ 19-րդ դարի կեսերից, երբ դուդուկի նկատմամբ փոխվեց կատարողական մոտեցումը, փոխվեց նաև կատարման որակը։ Վարպետ կատարողների շնորհիվ դուդուկը սիրողական մակարդակից բարձրացավ պրոֆեսիոնալ բեմ եւ իր ուրույն տեղը գտավ ճանաչված դասական գործիքների կողքին։ Յոթ տարեկան 8 տարեկան էի ժամանակ պատերազմի տարիներ էր 40 թվին հայրս գնաց ֆրոնտ Ֆինլանդիայի պատերազմին մասնակցեց եւ այսպես հայրենական մեծ պատերազմը 41 թվի մենք երեխա մնացինք առանց ծնողների մայրս մահացավ հայրս գնաց ֆրոնտ եւ այսպես այդ ժամանակ նեմոյ ֆիլմեր կային դուդուկիստները նստում էին առաջ կարգ նվագում են դա 39-40-ական թվականներ նստում էին առաջի շարքը տխուր տեղերը դուդուկով նվագում էին ինչպես նամուզ, զարեն առաջի անգամ ես որ դուդուկը լսեցի մի անգամից մտավ արյունիս մեջ շատ սիրեցի այդ գործիքը տղամարդ իլացա դուդուկի ձայնը ինեք տղամարդ իր հոգու մեջ է մխկտում լուրջ տղամարդիկ ձենով չեն լացնում արցունքները թափում է իր սրտի մեջ ինքը լացալնում իր հոգու հետ հոգու մեջ է լացալնում այդ դուդուկը տենց տղամարդու թախից է ձայնը նրա տեմբրը եւ սիրային Դուդուկի ակունքային վիճակը դա դամի հետ նվագելն է։ Դա կարծես այն մաքուր ջուրը լինի, որը դուրս է գալիս լեռան լանջից։ Ինչ վերաբերում է լավ դուդուկահար լինելուն, առաջին նախապայմանը, որ մարդ հայ լինի։ Սա ամենակարևորն է։ Երկրորդ, որ Հայաստանի հողի վրա մեծացած լինի, որ նա զգացած լինի Հայաստանի արևը, Հայաստանի ծիրանենու համը, Հայաստանի դժվարությունը, այս ամենը կարծես համեմվում է և մարդու սրտում, մարդու հոգում ամփոփվում է դուդուկի այդ անբացատրելի հնչյուններով։ Երաժիշտները գտնում են, որ դուդուկը միանգամայն հարմար է ամենատարբեր ոճի մեղեդիներ նվագելու համար, ներառյալ ռիթմիկ երաժշտությունները։ Թեև դուդուկի հավաքածուն հիմնականում կազմված է ժողովրդական բալադներից եւ պարային երաժշտություններից, կոմպոզիտորները գործիքի համար գրել են նաեւ նվագախմբային կտորներ։ Այսօր դուդուկ շատերն են նվագում, երիտասարդները հաճույքով են ծանոթանում գործիքի գաղտնիքներին եւ փորձում մասնագիտանալ։ Վարպետ կատարողները գտնում են, որ դուդուկահարների լավ սերունդ կա եւ այս գործիքը շարունակելու է իր կյանքը նրանց օգնությամբ։ Սկզբում որ շվին նվագել եմ, հետո սիրահարվել եմ դուդուկին ու որոշել եմ կտրականապես որոշել եմ, որ պետք է միայն դուդուկ եւ վերջ։ Չնայած որ շվին էլ էր շատ սիրելի ինձ համար, չեմ ուզում վարկաբեկեմ որովիցե փողային գործիքի, բայց իմ կարծիքով ես շատ եմ հավանում դուդուկի ձայնը եւ կարծում եմ, որ դուդուկը երևի ամենաթագուհինը կարելի ասել փողային գործիքների։ Մենք հիմա երիտասարդներս օգտագործում ենք դուդուկը եւ ջազի, եւ ռոքի, եւ փոփ երաժշտության մեջ։ Ես նվագում եմ նաեւ դաղարան համույթի հետ, որտեղ դասական գործիքներ են հիմնականում, եւ կարծում եմ, որ ոչ մի վատ բան կամ ինչ-որ սխալ բան չկա։
ավելին ես կասեի, որ դա զարգացում է եւ ավելի կուլտուրայի բարձրացում է դուդուկի ասպարեզում։ Դուդուկը ժամանակի ընթացքում կրել է փոփոխություններ։ Ավանդական դուդուկի միջակայքը 1 օկտավա է։ Դուդուկահարներ Գեորգի Մինասովը եւ Սերգեյ Ավանեսովը կափույրների ավելացման եւ փողի երկարացման միջոցով ավելացրել են փոքր օկտավայի մի, ֆա, ֆա դիեզ, սոլ, սոլ դիեզ եւ երկրորդ օկտավայի ռե, ռե դիեզ եւ մի նոտաները։ Արդյունքում կափույրները բոլոր գամաներում նվագելու հնարավորություն են տալիս։ Մարդիկ ասում են կլապանները ինչի է հարկավոր։ Եթե տեսնում եք, ես դուդուկին ոչ մի բանի ձեռ չեմ տվել։ Դուդուկահարը մնում է այն նույն դուդուկահարը պապական, ոնց որ հնուց եկել է։ Ուղղակի չեղյալ ձայները, որ չկար, ավելացրել եմ դիապազոնը։ Մեր դուդուկահարները, եթե լսել եք դունեն գլխին նվագում են, վերևից նվագելով գամա գալիս են ներքև չի հերիքում, թռնում են նորից վերև։ Իսկ այստեղ չկա այդ բանը։ Մենք վերևից ներքև ենք, ներքևից վերև, լրիվ մաքուր octavայի մեջ կարողանում ենք նվագենք։ Կափույրների շնորհիվ դուդուկներ քառյակի երգացանկն ընդլայնվել է։ Այսօր նրանք կատարում են Շնորհալու, Եկմալյանի, Կոմիտասի, Սայաթնովայի, հայ աշուղների, նաև Բախի, Շուբերտի, Մոցարտի ստեղծագործություններից։ Ինչքան իմ երեխեքին եմ սիրում, իմ ծնողներին եմ սիրում, ինքան դուդուկին եմ սիրում։ Ես առանց դուդուկ կյանք չունեմ։ Դուդուկը ինքը ոնց որ ես միշտ ասում եմ, մայրը, որ օրորոցային երգում է երեխա համար, այդ ձայնն եմ ես պատկերացնում։ Ես փոքր երեխա ժամանակ իմ մայրս, որ փոքր քույրիկիս համար, որ երգում էր այդպես, ես լացում էի։ Այդ պահը, այդ ձայնը այնքան համով քաղցր էր իմ համար, մինչև մի ես հիշում եմ։ Այդ մեղմ տեմբրը շատ լավն է, որ լարային գործիքների մեջ վիոլանչելն է այդպես փափուկ գեղեցիկ, մի քիչ դուխավոր գործիքներ են փողային, վալտորնան մի քիչ այսպես փափկությունը եւ դուդուկն ժողովրդական գործիքների մեջ են այս փափկությունն է։ Սա է որ մարդուն տեղից շարժել է տալիս, եթե լավ նվագող է լինում, չի կարող ինչքան երաժշտություն չսիրող լինի, անտարբեր լինի, ինքը մի տեսակ փոխվում է, արդեն ուշադրությունը գրավում է, ոնց որ հոգի է մարդու դուդուկ։ Ես այսքան գիտեմ, միգուցե ուրիշ մարդիկ ուրիշ տեսակ կարծիք ունեն։ Դուդուկի ապական այսօր արդեն ակնհայտ է, դուդուկը ընդունվել եւ սիրվել է եւ շարունակվում է ընդունվել եւ սիրվել աշխարհի երաժշտասեր հասարակության կողմից։ Եվ ես համոզված եմ եւ քայլերը դրան են տանում, որ դուդուկը դասվելու է եւ արդեն դասվում է համաշխարհային դասական նվագարանների արժանի շարքում։ Դուդուկի ապագան պատկերացնում եմ շատ փայլուն, իհարկե, որովհետեւ մեծ տարածում ունի հիմա դուդուկը, բոլոր ժողովուրդները սիրում են, ընկալում են, ամեն ազգ իր ազգային ձևով անցալում, բայց ճանաչում եւ համբավ արդեն բավականին ունի դուդուկը եւ շատ ուրախ եմ դրա համար։ Ինչքան հայ ազգը ապրում է, այնքան դուդուկը հետ զուգահեռ քայլելու է։ Մինչև որ դա աստված միլիոն տարի ապրեն։ Ոչ մի ուրիշ երաժշտական գործիք չէր կարող ուղեկցել հայ ժողովրդի հոգևոր հույզերն այնպես ազնիվ եւ հստակ, ինչպես դուդուկը։ Ծնվելով հայոց պատմության վաղ դարերում, հիշողություններ վերականգնող գունագեղ տեմբրով եւ ջերմ ձայնով, այն դարձել է հայաստանյան ամենօրյա կյանքի մի մասնիկը։